Վերջերս Փաշինյանն ու իր ՔՊ-ն ոգևորվել են, որ ինքն ու Ալիևը արժանացել են Արաբական Միացյալ Էմիրությունների Շեյխ Զայեդի հիմնադրամի մարդկային եղբայրության Զայեդ մրցանակին։ Անկեղծ ասած, միայն զարմանալ կարելի է։ Փաշինյանն ու Ալիևը հրահրել են պատերազմ։ Փաշինյանի 2018-ից 20 թվականների ելույթները պատերազմի հրավեր են։ Բերել է պատերազմ, հանձնել է հայրենիք, 5000 զոհ է տվել, հնարավորություն է տվել Ադրբեջանին օկուպացնել Արցախը, օկուպացնել Հայաստանից տարածքներ, առանց կրակոցի, երկրի տարածքով միջանցք է տվել, հողեր է տալիս անկլավների անվան տակ, բայց երկուսն էլ ստանում են նույն խաղաղության մրցանակից։ Ընդ որում, մրցանակի արժանանալու մասին Նիկոլին հայտնելու համար Հայաստան էր եկել մրցանակային հանձնաժողովի անդամ Շարլ Միշելը, որը Նիկոլի հետ միասին 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կազմակերպեց, համաձայնեցրեց, ստորագրել տվեց թղթեր, որից հետո Արցախը ընկավ բլոկադայի, հետո պատերազմի մեջ ու հայաթափվեց։ Նիկոլն ու Ալիևը, եթե հարաբերությունները կարգավորեին առանց պատերազմի ու ստորագրեին հակամարտության կարգավորման մասին փաստաթուղթ, այո, կարելի էր տալ մրցանակ։ Թե չէ, հրահրել է պատերազմ, պարտվել է այդ պատերազմը, հանձնել ամբողջ հայկական մշակութային ժառանգությունը, որտեղ քլունգը գցում ես Արցախում, հայկական հուշարձան է դուրս գալիս։ Ասել սա ադրբեջանական հինավուրց տարածք է, ասել մենք մեր հողերը հետ բերելու հարց չենք դիտարկում, անգամ գերիներին չպահանջել ու արժանանալ խաղաղության մրցանակի, ժողովուրդ ջան, աբսուրդ է։ Սա բա մի հատ էլ խիզախության մրցանակ տվեք սրան, որ այդքան խիզախ է, որ հայկական շահին ծառայող մի բան չարեց, բայց դեռ ուզում է մնալ ու շարունակել։ Չի բռնում, ժողովուրդ ջան։